Ում եք ուզում։ Լեո Սարգսյանին։ Ես եմ։ Սա ձեզ են ուղարկել։ Մերսի։ Հաջողություն։ Ցտեսություն։ Ուսում հերթական անգամ չես որոշել ինչ ջղայնացնես։ Տիրամոր բարեխոսությամբ միշտ հաղթող եղիր։ Չէ, այս անգամ ինչքան էլ ուզում չեմ կարող բարկանամ։ Ես գիտեմ ինան նեղացած է ինձանից։ Դրա համար էլ ուզեցի քեզ հետ հանդիպել, որովհետև գիտեմ, որ դու ինձ միշտ հասկանում ես։ Որքան միշտ հասկացել եմ, բայց ոչ այս անգամ։ Դու էլ ես ինձանից նեղացած։ Ուղղակի պապայի համար դու անփոխարինելի մարդ ես։ Ու շատ ցավալի է, որ քո համար տենց չի։ Չէ, էլ տենց մի ասա։ Ես Հունանից շատ եմ սիրում։ Իսկ պապան այդ կարծիքին չի։ Ինքը մտածում է, որ դու մի վայրկյանում իրան փոխեցիր աղոյի հետ։ Չէ, էլ չեմ փոխել։ Հորքուր, բնական է, ջաջավուն քո ամուսինն է, բայց ախր պապան էլ քո եղբայրն է, ով անգամ իր կյանքը կտա քո համար։ Ես ուղղակի ուզում եի, որ Հունանը հարգի աղոյին, այդքան բան։ Այնքան ծանր է տարել պապան, որ անգամ վատացել է ձեր վեճերից հետո։ Ոնց վատացել է։ Հունանը վատացել է ու դուք ինձ ոչ մի բան չեք ասել։ Ուր հորքուր։ Ես հենց հիմա պիտի գնամ ու խոսեմ Հունանից հետ։ Սպասի։ Ալո։ Մերսի։ Նվերդ սրտիս կպավ։ Իրականում շատ երկար եմ մտածել քեզ ինչ նվիրեմ մարտից առաջ ու սրբապատկերի վրա կանգ առա։ Ես շատ եմ ուզում, որ այդ քեզ պահապան լինի ու միշտ հաջողություն բերի։ Իսկ կարանք այսօր հանդիպենք։ Դե որ անձամբ հաղթանակ մաղթես։ Լավ է, որ չես դադարում մարզումներդ։ Աբա միշտ պետք է ֆորմի մեջ մնանք, ախպեր։ Դե մարզիկներ կան, որ կարիերան ավարտելուց հետո մի անգամից բաց են թողնում իրենց։ Բայց այդ ով ասէ, որ ես կարիերաս ավարտել եմ։ Կներես, երևի սխալ էր ինֆորմացիաս։ Հələ ուր ես ախպերս, հələ հնարավոր է մեզ բախտ վիճակվի իրար դեմ կանգնենք ռինգում է։ Լեո ջան։ Պապի լավ էլի։ Ինչ ես քեզ տանջում, հեսա կվերջացնեի կգայի ներքևը կուտեի։ Չէ ցավ տանեմ։ Ին ներկայությամբ կեր, որ խիղճ ցանկից լինի։ Վերկաց։ Պապի ախր պարապելու ընթացքում ուտելը լավ չի, է։ Էդ ով է որոշել, լավ չի։ Վերկաց։ Ահա, կեր։ Ահա։ Այս էլ կեր, այս շատ լավ պատառա։ Կեր։ Ահա։ Այս էլ խմի։ Ոնց ենք մենք քո լավության տակից դուրս գալու։ Արդեն դուրս եք եկել, կարգին տղեկ եք դարձել։ Բան մանանը։ Մանանն էլ մեր տան ծուրնա, մի բան կանեն կդզվի, բան չկա։ Դե, Այսօրվա համար այսքանը երիք հաստատ պապի պիտի տեղ գնամ։ լավ տեղ, Դե պապի։ Դես հա։
Լավ է։ Դուք տանջվեք, որ ես հաց չեմ ուտում, իսկ ես հանգիստ կսնվեմ։ Մնում էր ձեր պատճառով սովից տառապեի։ Բակ, ես ինչ անուշոտեր ես սանել։ Ես ուր ես գնում, տղա ջան։ Պապի տեղ եմ գնում մաքրոտ շնչելու։ Մաքուրոտ։ Դե ես վերցրու մաքուրոթին պետք է գա։ Այ մոր պետք չի։ Պետք չի։ Դու մանանապտիլներ, որ գրպանես դատարկեր, վերցրու ասում է։ Իսկականից բայց ուր ածայնը չի գալիս։ Սուս, պատշում ամես, հաց չի ուտում, իպրև թե չի ուտում էլ եսուս։ Դե ես գնացի պապ։ Գնա տղա ջան։ Ախր ինչի ես քեզ տանջում։ Ես իմ աշխատանքն եմ կատարում։ Այս ձեռքերով Ինչ եք առաջարկում։ Դուրս գամ աշխատանքից։ շատ ծայրահեղական եք, միանգամից վատ բան եք մտածում։ Առաջարկում եմ գնաք տուն ու երբ ձեր ձեռքերը կարգավորվի, անցնեք աշխատանքի։ Ինձ անմարդկային պայմաններում աշխատող աշխատակից պետք չի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լավ վերաբերմունքի համար։ Համել շնորհակալ եմ այն օրվա միջադեպին ընթացք չտալու համար։ Ես ատում եմ անախորժությունները աշխատանքի վայրում ու կապ չունի դրանով ամասնակցում։ Այ պապի, ոնց եմ քեզ սիրում։ Կներես ապեր, կներես հունանես։ Հիմա ինչ ես անել արա։ Սրանք տնով են գիշ։ Բան ասեցիր։ Հա։ Հունան ջան, ասում եմ հոյես եղունգ նայող չեմ, որ իմանամ ինչ ա եղել։ Հարցրու, կիմանանք ինչ ա եղել։ Դու գիտեր չէ, որ հունանս վատացել է ու ինձ ոչ մի բան չէիր ասում։ Խնդրեմ, որ ասում եմ ինձ մեդալա պետք համբերելու ու դիմանալու համար, ձեզ մակունցներիդ չեք հավատում։ Մեդալ չէ, բայց փող ու հարմարավետ կյանք կարծում եմ կա։ Լիայից եմ իմացել, որ վատ ես եղել։ Հունան էդ երբ ա եղել, շատ վատ ես եղել։ Աչքերդ ոնց որ փայլեցին, այդքան մի ոգևորվի ավո։ Հունան կներես ինձ, գիտեմ իմ պատճառով ես վատացել։ Ավո, չեմ հասկանում, չես անհանգստանում Հունանի համար։ Արի ավոին հանգիստ թողենք։ Էս որ սկսեց անհանգստանալ, կարող է դեմը չկարողանանք առնենք։ Այդ ես, ցավն էլ տանը։ Իսկ աղբերը աղբորը սենց չի ճանաչում։ Հալալա Հունան ջան։ Բա որ այդպես կարևոր բան ա եղել։ Ինչի մի հատ տեղյակ չես պայել, հա։ Բա որ միանգամից անենց մի բաներ չհասցնեին քեզ հրաժեշտ տալ։ Ավո դու գիժ ես։ Հունանից ոչ մի բան էլ չի լինի։ Մեռնեմ ջան, ցավը տանեմ, կներես։ Գիտեմ իմ պատճառով ես վատ եղել, կներես։ Դու մի անհանգստացի։ Եթե ուզում ես ես լավ լինեմ, ուղղակի պետք է միշտ իմ կողքին լինես։ Յախք արա, իրոք յախք, ոնց եմ զզվում սրանց անտանեկան դրամաներից, թե ասա վատ էիր, մերն էիր, պրծն էիր էլի, համ դու համ մենք։ Ես քեզ, գիտեմ, որ կհավանես։ Որ դու ես ընտրեի, որ կի կհավանեմ։
Կներես, որ չամփրեցի։ Ոգի փոքր ժամանակից սենց եմ եղել, հենց նվեր էին բերում, միանգամից բացում էի։ Չեմ կարող ասեմ, խենթանն եմ այս process-ի համար։ Անմահականամ։ Չէ, չեմ ուզում։ Ո՞նց ես ուզում։ Ասի։ Փորձի թե չէ կնեղանամ։ Հաճախ ժպտա։ Ինչ։ Ասում եմ հաճախ ժպտա, որովհետև ժպիտը շատ անկեղծ է ու ապրեցնա։ Հատկապես երբ իմ կողքին ես։ Ես ատում եմ անախորժությունները աշխատանքի վայրում ու կապ չունի դրանով ամասնակցում։ Դու անախորժություն չես սիրում, իսկ տղետու մարդը դրա սիրարն են։ Այսինքն դեռ չաշխատած արդեն գումար են նստացնում հաշվի համարից։ Ոնց է։ Ավել ուժեղ տղա ես։ Ափսոս է, որ բոքսը քո նման մարզիկ կորցնի։ Չի կորցնի ախպերս։ Քանի ես հորս հետ պայքարի մեջ եմ մեծ ռինգ վերադառնալու համար չի կորցնի։ Գելը։ Ոնց է։ Օտես։ Ինչ է։ Օտես։ Օտես։ Բոլորի։ Ոնց է։ Ահա արդեն մենամարտն է։ Հա։ Գալու ես, չէ։ Չգիտեմ։ Չեմ ուզում գամ տեսնեմ ոնց են քեզ հարվածում։ Դե ջան, ինչ վատ կարծիք ես իմ մասին։ Վատ կարծիքի չեմ, Լեո։ Ուղղակի քեզ որ մի թեթև է խփեն, ես ծանր եմ տանում։ Լավ հա, Էլմի։ Առաջին հանդիպմանը լավ էլ հավեսով նայում էիր։ Լսի, ես կյանքում չեմ մոռանա այդ հանդիպումը։ Ճիշտ է օրինակ զգացողություն էր։ Ընդհանրապես չի հասկանում հետս ինչ է պատահում։ Ինչի է ինձ թվում, որ դու պապայիցդ վախում ես, դրա համար չես ուզում գաս վաղը։ Հիմա ինչ ասես մոգոնելու ես, չէ՞։ Դե ուրեմն անպայման քեզ վաղը այնտեղ պետքա տենամ, որովհետև դու իմ հաջողությունն ես։ Դե որ տենց է, ուրեմն անպայման գալու եմ։ Ու թող Աստված քո հետ լինի։ Դե լավ, ամեն ինչ ասացիր, բացի հաղթանակ մաղթելուց։ Ես քեզ հաղթանակ եմ մաղթում իմ ուժը։ Բայց նախ եւ առաջ ուզում եմ որ ողջ առողջ տեղից դուրս գաս։ Տես հա, աչքերս ամենտեղ քեզ եմ փնտրելու։ Հանգիստ թողեք ինձ։ Պապինա, բաց արա։ Պապի ոչ մեկի տերեսը իրականում չեմ ուզում տեսնել։ Իա։ Բայց որ ամեն անգամ գալիս ես, նկարը դեմ տալիս, ասում ես պապի ջան, այս շորը արագ կարևոր հենց այսօր հագնեմ, հեչ մտածում ես, որ պապին
ժամանակ չունի, ոչ մեկի տերեսը չի ուզում տեսնի։ Եթե եկել ես ասես արի հաց կեր, ասեմ, որ չեմ ուտելու։ Նոր ես կերել, ինչ ուտես։ Ոչ ես բան չեմ կերել։ Աղջիկ ջան, ես չեմ եկել հաշիվ անելու, կերել ես, չես կերել։ Պարզապես ուրախ եմ, որ ինչ-որ բան կերել ես։ Ուֆ, հավես չունեմ պապի վիճելու։ Բայց ով է քեզ այդ վիճում։ Պարզապես ես ուզում եմ, որ ճիշտ ճանապարհից չշեղվես։ Իսկ այդ ով ասեց է, որ դուք գիտեք այդ ճիշտ ճանապարհը, ես չէ։ Ինչ տեսնում եմ, այն էլ ասում եմ, աղջիկ ջան։ Երանի եմ տալիս հոպարս գտնվեր իր հետ գնա ես տնից։ Ինչ ասեցիր։ Հա, հիմա եմ հասկանում ինչի է գնացել ու հետ չի եկել։ Երևի կերել եք կյանքը, խեղճը փախել փրկվել է։ Սա ինչ մտավ մեջս է, որ հոպարին հիշեցի։ Հա, դուրս։ Ինչ է եղել, պապի։ Heç բան չի եղել, տղաջ։ Ասում ես բան չի եղել, բայց տենում եմ, որ լավ չես։ Մտքով ընկա, խուզվեցի, բան չկա։ Այ, պապի։ Այստեղ է հետա վերցրում։ Այդ տղաջան ինչի համար ես այսքան փող ծախսել։ Պապի, քո առողջությունը մեր կյանքում ամենակարևոր բանն է։ Էլ տենց բան չասես։ Տղաջան։ Ցավը տան։ Հա, ինչ է եղել, հələ պատմի տեսնեմ։ Ադե պարժան գնացինք են նաբերեժնի մի քիչ պարապենք, ես ողան տուրնիկից ընկավ ոտողոլուրեց։ Նաբերեժնի։ Ուրիշ տեղ չկար պարապելու, պետք է գնայիք նաբերեժնիում պարապեիք։ Բարի օր տղես։ Բարև ձեզ։ Ես ինչ փորձանքի ես եկել, մեզ էլ քո հետ գցել ես այդ փորձանքի մեջ։ Ես ամենակիչը կուզեի, բայց ստացվեց։ Դե, ինձ թվում է մարտը պետք է հետաձգել։ Ու դեռ պարզ չի ինչքան ժամանակով։ Չգիտեմ երբ ոտքի կկանգնեմ։ Մարտը հետաձգել պետք չի։ Հա, ես դուրս կգամ ռինգ, ես կգտնեմ Լեովի հետ։ Հեն պապջան ինչ ես նես նայում, չգիտես որ կգտնեմ։ Բասետի վերջո պտի կայան այդ գո, եթե չէ։ Ինչ-որ բան դուրդ չեկա, աղբերես։ Երբ ինձ ինչ-որ մի բան դուր չի գալիս, ես խոսում եմ դրա մասին։ Որը տենց է խոսը, անչի չես խոսում, ինչ ես քմծի ձախ տալիս։
Հանգստացի մի հատ գրիշ։ Բոքսում ամենակարևորը հարգանքն է։ Ինչ եկել եմ էդ եմ ասում։ Բայց ոնց տեսնում եմ տարական հարգանք չկա այն մարզիկի հանդեպ, ով իր բոյից մի օր առաջ վնասված կա ստանում։ Հարգանքը գիտես որն է։ Երբ իմ փոխարեն կռվելու առաջարկը արվում է դրսում, առանձին, ինձնից հեռու։ Նախ, ես քո տեղը չեմ գտնում, ես իմ տեղն եմ գտնում։ Դա լավ ֆիքսի։ Երկրորդը ինչ վերաբերվում է այդ հարգանքին, Դուրսարի հետ խոսալու բանը։ հա ես էլ բան եմ խոսում ով է այդ բաբջան, ես դուրս կգամ։ Ասեցի դուրսարի։ Զգացել ես, որ ես վերջերս ինչ-որ չափ ու սահմաններդ լրիվ անցել ես։ Ու մի տեսակ շատ չեն տաղու ճիշտ ծխել սովորացնողները։ Վերջ։ Բոյի մասին էլ ոչ մի խոսք չեն քննարկում ես։ Ես պիտի կպնեմ Լեոյի հետ։ Այդ քո պիտին իմ մոտ եղանակ չի փոխում։ Պապ հազիվ շանս է տրվել։ Այս քո շանսը չի։ Տենց մի ասա։ Գրիշո։ Այդ ռինգը է, այդ մեր տունը չի, որ երբ ուզենաս մտնես ու դուրս գաս։ Հետո էլ խոսում ես պրոֆեսիոնալիզմից։ Հիմա հասկանում ես, որ դու քեզ ոչ պրոֆեսիոնալ սպորտսմենի նման ես պահում։ Այդ քո նշած պրոֆեսիոնալները կերազային իմ պրոֆեսիոնալիզմի 1% ունենային, այդ մեկ։ Երկրորդն է քել սենց բաներ մի խոսա, էլի բաբջան։ Ես ո պարզ գիտեմ, որ դու ուզես 1-ից 1 այդ ֆեդերացիայում կարաս եղանակ փոխես։ Ուզես կարա այդ Վովայի տեղը մեր հարևան Աբոձանը ելնի կպնի։ Քո խոսքը այնտեղ կշիռ ունի, ես որ էսի քո համար խնդիր չի։ Ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Այս թեման էլ չենք քննարկում։ Փակում ենք ու մոռանում ենք այս ամեն ինչի մասին, հասկացար ինձ։ Հա, Սարիկ։ Իսկ հիմա սպորտային լուրեր։ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հայազգի բռնցքամարտիկ Վլադիմիր Իսակովն ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել վաղը կայանալիք բռնցքամարտի առաջնությանը։ Ֆավորիտների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնող բռնցքամարտիկն առավոտյան մարզման ժամանակ ծանր վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։
բայց դաժան բան է։ Բոյից առաջ սենց վնասված ստանալը։ Դաժանը որն է։ Իմ հետ որ տենց բան լիներ, չգիտեմ ինչ էի անելու։ Զանգել ես։ Սարիկը զանգեց, ասեց, որ հիվանդանոցում է։ Դեպա գնանք մոտը։ Տենանք ոնց է։ Եթե հանկարծ ինքը չկպավ, ես էլ չեմ կպնելու, ես էլ եմ դուրս գալու բոյից։ Էլի սկսեցիր, Լեո։ Հա, բա ինչ, Դավո։ Այդ տղեն իմ համար հրաժարվում էր մենամարտելուց։ Հիմա ինչ ես գնամ ասեմ թքած, թե դու իմ համար ինչ ես արել։ Լավ, վերկաց գնանք այդ տղու մոտ հիվանդանոց։ Մի բան քսի վրդ գնանք։ Մամ, ասացի չգաս։ Այ բալագժվել ես, ոնց չգայի։ Ոնց ես։ Շատ ես ոտքդ վնասել։ Վնասել եմ մենի։ Ինչ են ասում բժիշկները։ Դե այնքան լուրջ է, որ վաղը հաստատ չեմ կռվելու։ Ախր ես գիտեի, ես զգում էի, ի սկզբանե մեր ստեղ գալը հեչ սրտովս չէր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիվանդանոցի բոլոր ծախսերը հոգացել ենք։ Կարագ այդ մասին չմտածեք։ Շնորհակալ եմ, բայց դրա կարիքը չկար։ Կար։ Իմացի, որ սպասում ենք վերադարձիդ։ Մարզիկի կյանքը մենակ պարապելու ու մրցումների մասին չի։ Այս իր մասնակազմում։ Սրանից ավելի սկսում ես սովորել ու կոփվել։ Հենց որ պիտի ավելի ուշադիր լինես։ Ձեզ լավ նայեք, ինչ որ բանի կարիք լինի անպայման կասեք ինձ։ Հաջողություն։ Հաջողություն։ Ես էլ գնամ տեսնեմ բժիշկներն ինչ են ասում կամ։ Հետո խոսանք ման։ Հիմա կխոսենք։ Ասացի հետո։ Կանգնեցի հենց հիմա։ Դե հասկացանք էլի մամ, կանգնեցիր, նստեցիր, ես շատ իմանամ ինչ արեցիր, կարող վարժեցրած կենթանի եմ։ Մի հատ խորը շունչ քաշի, անգստացի ու բացատրի ինչ ա եղել։ Ես էլ ոչ մեկիդ հետ խոսալու բան չունեմ մամ։ Քո պապայի համար կարևորը դուք եք, դուք լավ լինեք, մնացածը հեչ։ Հիմար ես դու։ Բա հիմար եմ, բա ինչ եմ մամ, հիմար եմ, որ այս տարիքի տղա եմ, հələ ընտանեկան ժողովով եք որոշում, արժի ես շնչեմ, թե չէ, լավ տրամադրություն ունենակ կշնչեմ, չէ, ջանդամին թե չի խեղ տվի այդ տղեն, ատեն շի, ձեզ դուր ա գալի, որ ամեն ինչ ձեր ասածով ա լինում։ Դու մեզ ում տեղն ես դրել, հա? Ձեզ դրել եմ են մարդկանց տեղը, ում համար լրիվ մեկ ա իրաց տաղու երազանքը ու նպատակը, հասկացար մամ։ Ձեր համար լրիվ մեկ ա ես ինչով կզբաղվեմ, փոխանակ թև ու թիկունք լինեք ինձ օգնեք, որ ես հասնեմ իմ նպատակներին, թողում եք այդպես ինչով կզբաղվեմ։ Թեկուզ պարապ թող մնամ, չնայած չպարապ։ Կարամ սաղորը ձեզ տեղից ընդեղ տանեմ, էդ ա էլ իմ զբաղմունքը։
ա եղել Գրիշին։ Ինչ ա եղել Գրիշին։ Հետս կրվեց, տնից դուրս եկավ։ Այն Վովանա վնասվածք ստացել։ Ուզում ա ինքը տեղը կպնի։ Հունան ինչ ուզում ա լինի չթողնես ռինգ մտնի։ Ինքը հիմա չի հասկանում ինչ է անում։ Ես երբեք իրեն այս վիճակում չեմ տեսել։ Ոչ մի պարագայում, լսում ես, ոչ մի պարագայում չթողնես ռինգ մտնի։ Ասում եմ Լեոն չլիներ, մնալու ենք սոված։ Շուտ հանդիպենք, Լեա։ Անկեղծ, եթե միշտ սենց համով բաներ ա բերելու, ես դեմ չեմ։ Լեա, ես ինչի է սենց դեմքով։ Մենակ չասես արդեն հասցրել եք Լեոյի հետ կռվել։ Չէ, երեխեք, ուղղակի վաղվա մարտի մասին եմ մտածում։ Մարդկար բոքս չէր սիրում։ Լեոն հեղափոխեց։ Չնայած չի հիմա սիրում եմ, ուղղակի Լեոյի համար եմ շատ անհանգիստ։ Խսեր եմ ասել, է։ Վերջնականապես կորցրեցինք Լեային, մնում ա դու էլ սկսեց բոքսով զբաղվել, դառնեք սպորտային ընտանիք։ Երեխեք լուրջ եմ ասում, ձեր հետ ոչ մի բան խոսել չի լինում։ Ամեն մի բանը կատակի եք վերածում։ Լիսի կատակի ենք տալիս, որովհետև քեզ կողքից ենք տեսնում։ Հիմա դու էլ մեր տեղը լինեիր, հումորներ էին, որ արել էիր։ Իրականում շատ համով ա։ Ընտիրա։ Կարող գայիք։ Թե ասա տղուն ինչ եղավ, ինչ փորձանք էր, ինչ սպասումներով էր եկել ու ինչ եղավ դա։ Ինչի ընկավ դրա խելքին вообще։ Դե հիմա եղածը։ Հիմա ինքը պետք է մտածի ոնց անի, որ շուտ վերականգնվի։ Հեշտ է ասում Դավ ջան։ Տենց կոտրվածքի մասին մոռանալը շատ դժվար է։